Զինատեսակների անունները ինչու էր փոխվել, դա ինչ էր նշանակում։ Զինատեսակների անունները իրենք պայմանական հայկական անվանումներ են մեր զորքերի կառավարման գործում։ Արտադրողը նայ չի ասի, ես ինչ եմ։ Արտադրողի հետ մենք պայմանագրեր ունենք, որտեղ պայմանագրային պարտավորությունների մեջ այդպիսի կետ չկա նշված, որ մենք իրավունք ունենք իրենց զինատեսակի անունը փոխել։ Ադրբեջանին անցած հայկական զինտեխնիկան, որ անցավ պատահում է, որ դուք համաձայն չլինեք սահմանազատման հանձնաժողովի անդամների հետ եւ ձեր առաջարկները ներկայացնեք։ Սահմանազատման աշխատանքը ունի հիմք, իսկ հիմքը հանդիսանում է համապատասխան քարտեզը, տարեթվի 100,000 գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզին եւ այդ քարտեզի պահանջներով մենք մեր աշխատանքները իրականացնում ենք։ Հանձնաժողովի կազմում նաեւ կա զինված ուժերի կազմից ներկայացուցիչ, ով շատ լավ է տիրապետում ռազմական քարտեզագրությանը եւ լավ գիտի այդ քարտեզի բոլոր պահանջները։ Պարոն Ասրյան, իսկ Ինչի համաձայն չլինեմ, եթե ինքը կատարում է ճիշտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պետական սահմանով։ Դուք իրանցում եղել եք վատ է, երբ որ ինքը սահմանազատված է եւ այնտեղ ծառայությունը իրականացվում է նույնիսկ առանց պահունակը զենքի միացնելու հակառակ կողմում եւ մեր կողմում եւ այնտեղ ոչ մի կրակոց չկա եւ բնակչությունը իր բնականոն աշխատանքն է։ Ասրյան, իսկ Ադրբեջանին անցած զինտեխնիկան, որ 20-ին վարժանքների հավաքման, այլ ոչ թե զինկոմիսարիատները, այլ կառույցներ։ Չկա այդպիսի բան, ցանկացած մարդու վարժական հավաքի կանչում են զինկոմիսարիատը։ Պարոն Ասրյան, իսկ 44 օրյայի այն զինտեխնիկան 23 թվականի ավելի ճիշտ սեպտեմբերին, որ անցավ Ադրբեջանին, ինչ որակի զինտեխնիկա էր։ Ցանկացած ժամանակահատվածի տեխնիկա գնահատվում է տվյալ ժամանակահատվածի իր որակներով։ Ինչպիսին էր դա։ Հին արտադրանքի ոչ մի տեխնիկա իր նշանակությունը չի կորցնում։ Ռուս-ուկրաինական պատերազմում դուք ականատես եք լինում տեխնիկաներ, որոնք հին են, սակայն խնդիր են կատարում։ Եվ մենք էլ չենք ասում, մենք հրաժարվել ենք հին տեխնիկաներից, ցանկացած տեխնիկա իր տեղն ունի զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի 60-70 չեք թողում է պատասխանեն հարցին, այսինքն ցանկացած տեխնիկա իր տեղն ու նշանակությունն ունի, դերը նշանակությունը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շարքում։ Մի շեղեք ինձ հարցից, մի բերեք զինված ուժերի գլխավոր շտաբի պատասխանը բերեք ուրիշ հարցության վրա։ Մեր բանակին, որովհետև այդ խնդիրը փորձագետներն ասում են, որ այս նոր զենքերը խնդիր ունեն ընդհանուր բանակի զինտեխնիկայի համադրության հետ կապված։ Որ փորձագետն է դա ասել։ Ռազմական։ Ով։ Դե անուններ ես հիմա Անունով ինձ ասեք, որպեսզի ես համոզվեմ իրականում, ես կհանդիպեմ այդ ռազմական փորձագետների հետ եւ ես կբացատրեմ, որ ընդհակառակը կբացատրեմ, ցանկացած ժամանակ մենք հենց այնպես զենք չենք գնում։ Մենք գնահատում ենք բոլոր պարամետրերը, չափորոշիչները, այդ զենքը մենք կարող ենք ինտեգրել մեր սպառազինության տեխնիկային, մենք ունակ ենք դա սովորելու, մեր զորքը ունակ կլինի դա կիրառելու, ինչպես ենք դա ինտեգրելու ընդհանուր համակարգում, մենք ինչպես ենք դա կառավարելու ընդհանուր ավտոմատացված համակարգում, այո։ Պարոն Ասարյան, տպավորիչ զորահանդես էր, որը կարծեք թե դուր չեկավ մեր ընդդիմությանը, ինչ որ բաներ գտան, որ տեխնիկան կա, բոմբերը չկան եւ այլն։ Ես ուզում եմ հասկանալ Աստված մի արածը, որ պատերազմ լինի, չէ՞ որ դա պաշտպանելու է բոլորին։ Ձեր կոչը ո՞րն է։ Իսկ դուք տեսել եք, որ զինտեխնիկա անցներ, օրինակ ավիացիան առանց հրթիռների լիներ կամ զինատեսակ անցներ, հրթիռները չլինեին։ Նույնիսկ պատկերացրեք ռազմական բնակավարում անվտանգության ապահովման համար եթե հետևեք մի շարք զորահանդեսների, լինում են, որ շատ վտանգավոր միջոցները այնպես են անում, որպեսզի անվտանգ լինի, բայց մենք զորահանդեսի ընթացքում ցույց ենք տվել բոլորը իր մարտական վիճակում եւ ես տպավորված եմ այդ զորահանդեսով, որովհետեւ ես եմ անձամբ նաեւ կառավարել այդ զորահանդեսը, տեսել եք զորահանդեսի հրամանատարը եղել եմ ես նույնիսկ պատկերացրեք այնքան էր իմ համար տպավորիչ, որ իմ աչքերը նույնիսկ արցունքոտվում էին, որ ես տեսնում էի իմ քայլող, իմ դիմաց քայլող զորահանդեսի հրամանատարի գլխավոր շտաբի դիմաց քայլող զորքը, տղամարդիկ եւ կանայք, ինչպես նաեւ այն սպառազինությունը եւ տեխնիկան, որ մենք գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում բերել ենք։ Նայեք, զորահանդեսը ինքը ամեն տարի տարվա մեջ մի քանի անգամ անցկացնելու միջոցառում չէ։ Առաջին 16 թվականից հետո 26 թվական
10 տարվա ժամանակահատվածում անցկացվող զորահանդես է։ Դա մի բերեք, կապեք ընտրություններից առաջ։ Որպես զինվորական դուք Ես գտնում եմ, որ դա սխալ մի հետո չի արվել, պարոն Ասրյան, եւ արվեց այն ժամանակ, երբ որ ընտրություններ էր։ Պատերազմից հետո բանակը գտնվում էր այն վիճակում, որ ինքը պիտի վերականգներ իր կորուստները, ձեռք բերեր նոր տեխնիկա, սպառազինություն, բանակը պետք է իր ողնաշարը ուղղեր, եւ մենք ուղղել ենք այդ ողնաշարը մեր քրտնաջան աշխատանքի արդյունքում, մեր պաշտպանության նախարարի ամենօրյա գիշեր-ցերեկ աշխատանքի արդյունքում իր պահանջկոտությամբ, մեր աշխատանքով մենք կարողացել ենք ուղղվել եւ մեր հասարակությանը մատուցել այն, ինչ որ մենք կատարել ենք։ Որպես զինվորական դուք քարտեզներին լավ տիրապետում եք սահմանազատման։ Նիկոլ Փաշինյանը խոսում է անկլավներ, ինչ որ բնակավայրեր, որոնք ադրբեջանցիներ են ապրել, որոնցում սովետի ժամանակ հանձնելու մասին կարող եք ասել կոնկրետ որ բնակավայրերի ու շրջանների մասին է խոսքը։ Եթե քարտեզին տիրապետում եք։ Սկսեմ Հայաստանի Հանրապետության հարավից եւ մինչեւ հյուսիս թվարկեմ իր բնակավայրերը։ Սովետական ժամանակահատվածում բնակավայրերում բնակվել են մարդիկ, որոնք եղել են ազգությամբ հայեր, եղել են ադրբեջանցիներ, բայց ես սկսեմ թվարկել թե որ բնակավայրեր են, երևի մի 15 Ինչն է հանձնվելու, դուք սխալ եք ասում։ Սահմանազատման քարտեզներով Հայաստանի Հանրապետության տարածքը հայտարարված է 29743 քառակուսի կիլոմետր տարածք։ Ոչ մի թիզ հող չի հանձնվելու։ Պարոն Ասրյան, իսկ դուք որպես Ինչ անկլավների մասին է խոսքը։ Ինչ Հայաստանի Հանրապետության, եթե այդ անկլավները Հայաստանի Հանրապետության 29743-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու։ Հասկանում եք դուք 29743 Հասկանում եմ, ես էլ հասկանում եմ, որ տարածքներն են որպես անկլավներ հանձնվելու Ադրբեջանին։ Բերեք թեման շարունակենք, որովհետև հարցի վրա հարց եք բարձրացնում։ Ասում եք, որ բանակը ուղղվեց մեջքը բանակի, տեսեք մշտապես քննարկվել է տարբեր ժամանակներում, որ Հայաստանի նաև պատերազմները Հայաստանի 44-օրյա եւ այլն ցույց տվեցին, որ օդային պաշտպանության գուցե սխալ ձևակերպում, բայց խնդիրը կամ խնդրահարույց հատված այդ մասում է։ Հիմա որ ասում են օդը փակում։ Հա, ես չգիտեմ դա զինվորական բանու ինչքանով է ճիշտ, բայց ուզում եմ իմանալ հիմա Հայաստանի համար այդ վտանգները, եթե մի օր, չգիտեմ, այդպիսի բան լինի կամ թեկուզ բան չլինի, ամեն դեպքում դուք ինչպես եք գնահատում այդ օդի պաշտպանության մակարդակը հիմա։ Աշխարհում չկա այդպիսի մի պետություն, որ իր օդը 100%-անոց լինի փակ։ Եթե նույնիսկ փաստաթղթով ձևակերպում են, որ իրենց օդային տարածքը 100%-անոց փակ է, դա ինչ որ փոքր ժամանակից հետո ճեղքվում է։ Այսինքն հակաօդային եւ հակաարտերային պաշտպանության համակարգը ինքը հենց դա ի նկատի ունի։ Մենք այս կերպափոխման համատեքստում Հայաստանի Հանրապետության բանակի այդ աշխատանքն էլ առաջնակարգ տեղ է զբաղեցնում օդը փակելու, ճակերտավոր, որտեղ դա զինվորական տերմինաբանություն չէ, հակաօդային պաշտպանությունը եւ հակաարտերային պաշտպանություն ունենալու համար եւ այստեղ որ մենք ոչ միայն ձեռք ենք բերում հակաօդային պաշտպանության միջոցներ, այլ հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգում կործանիչ ավիացիան իր հրթիռներով, որը դուք տեսաք զորահանդեսի ընթացքում, նայել մեծ նշանակություն ունի հակաօդային պաշտպանության մեջ, նաև մենք արդեն ռազմաարդյունաբերության կոմիտեի հետ ակտիվ աշխատանքի արդյունքում մեր ընկերությունների, նաև ձեռքբերումների արդյունքում ձեռք ենք բերում այնպիսի միջոցներ, որոնք մեր հակաօդային պաշտպանության մակարդակը բարձրացնում են։ Ինքը գնահատվում է համապատասխան տոկոսներով եւ կարելի ասած օր-օրի, ոչ, ես դա իրավունք չունեմ ասեմ, օր-օրի բարձրացվում է։ Մենք ամենօրյա այդ ուղղությամբ հակադրոնային համակարգ, հակաօդային պաշտպանության համակարգ, հակահրթիռային պաշտպանության համակարգ այդ ուղղությամբ օրուգիշեր աշխատանք կատարում։ Իսկ կպնդեք, որ հիմա ավելի լավ վիճակում է, քան 18-ից առաջ։ Այո։ Պնդեցի։ Եվ քանի որ զենքից ենք խոսում, կնեք հոպի հետ կապված մի բան ճշտեմ։ Կարող ես ճշտել։ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ 7 երկրից մենք զենք ենք գնել։ 7 երկիրը կարող եք թվարկել, որ երկրների մասին է բան։ Անհրաժեշտություն չկա, ես թվարկեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասել է, ճիշտ է ասել, պաշտպանության նախարարը դրան եւս անդրադարձել է, դուք էլ կարող եք ինքնուրույն sense մատների վրա հաշվելով այդ 7 երկրների իմանալ որոնք են։ Այդ թվում նաեւ Ռուսաստանից ենք ստացել զենք։ Այո, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանից ենք ստացել։ Դուք նաեւ տեսել եք զորահանդեսի ընթացքում ռուսական տոր զենքը, որը մենք ստացել ենք
վերջին ժամանակահատվածում։ Պարոն Ասիյան, դե պնդում եք, որ 27943-ից ոչ մի միլիմետր չի զիջվի, բայց ամեն դեպքում լիարժեք չի հիմա այդ թիվը, որը դուք նշում եք։ Ինչու՞։ Դե օկուպացված տարածքները դրանից դուրս են, որ ասում եք չի Այսինքն ես 29 ու 740 չզիջելու մեջ նաև հասկացեք վերականգնելու գործընթացը համանազատման արդյունքում։ Եվ պարոն Ասրյան, հոբի հետ կապված առանձնացում, հա, նախատեսվում է իսկ բանակի բարեփոխման եւ արդիականացման շրջանակներում, թե ոչ, որովհետեւ Բանակի բարեփոխման, ես հասկացա 44 օրյա ժամանակ ռուսական կողմից մենք խնդիրներ ունենք։ Հարցի իմաստը ես միանգամից հասկանում եմ։ Դուք ինչ եք ուզում ինձ հասկանալ։ Հայաստանի Հանրապետության հակաօդային եւ հակահրթիռային ու հակադրոնային համակարգերը պետք է հույսները դնեն իրենց վրան։ Ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չպետք է դնենք։ Մենք պետք է այնպես ուժեղանանք, որ մենք ինքնուրույն մեր Հայաստանի Հանրապետության տարածքում կարողանանք մեր առջև դրված խնդիրները կատարել։ Շնորհակալություն։